nasıl Karabağ'a girdiysek... Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçer. Բարև ձեզ, եթերում իրական Թուրքիա նախագիծն է։ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահ Շուքյուր Փաշազադեն, որն Ադրբեջանում խայտարակված է մի քանի սկանդալներով, ադրբեջանցիներին թալանելու Էրդողանի առավել իսլամական Թուրքիայի հոգևոր առաջնորդների հետ կոնֆլիկտով, որոշել են նորից խոսել հայ առաքելական եկեղեցու եւ հայկական Սփյուռքի մասին։ Պնդել եկեղեցին եւ Սփյուռքը իբր ապակառուցողական քարոզչության միջոցով ամեն ինչ անում են, որպեսզի խաթարեն խաղաղության գործընթացը։ Փաշազադեն այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի հետ հանդիպման ժամանակ։ Բաքվի պետական լրատվամիջոցները հայտնում են, ադրբեջանցի կրոնական առաջնորդը նաև հավելել է. Մինչ երկու երկրների քաղաքական ղեկավարները քայլեր են անում խաղաղության ուղղությամբ, հայ եկեղեցին ռևանշիզմի եւ նոր բախման կոչ է անում։ Գրեթե նույն մեղադրանքներն են, որոնք Փաշինյանն է ներկայացնում հայ առաքելական եկեղեցուն։ Իրականում Էջմիածնի բոլոր հայտարարություններում ուղերձը մեկն է՝ պաշտպանել Հայաստանը, հային Արցախը։ Իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը դիտեք։ Սկանդալային լուր թուրքական դեղին մեդիայից, թե Փաշինյանն արդեն համաձայնել է եւ շուտով հրաժարվելու է Սյունիքի մի հատվածից։ Azərbaycan Cumhurbaşkanı Qarabağ Fatihi Sayın İlham Aliyevə bir kez daha teşekkürlerimi belirtmek istiyorum. Ղարաբաղի Ֆաթիհ Ղարաբաղը նվաճող են հռչակում Բաքվի օկուպանտին, ինչպես Ստամբուլը նվաճած Սուլթանին, եւ ձևավորում են Թուրանի բանակը։ Bir tərəfdə Rusiya, digər tərəfdə İran. Տաջիկստանից Եգիպտոս խորհրդավոր ռեպլիկներ եւ ակնարկներ Փաշինյանի մասին։ Where's your compatriot here? Where's areas? Ինչպես կարող է Թրամփը պատկերացնել հայկական ողբերգության չափը, եթե Փաշինյանը նրան չի բացատրում։ Եվ հարցազրույց այսօր Ֆրեդերիկ Անսել, աշխարհաքաղաքագետ Ֆրանսիայից, Հարավային Կովկասում ամեն ինչ որոշում է ուժը եւ Մեղրին Հայաստանի ուժի աղբյուրն է։ Pour une raison géographique très simple, je vous l'ai dit, il faut toujours revenir à la géographie en géopolitique. Le corridor de Maigri ou Zangezur. Եվ այսպես սկսենք Հայաստանի տարածքի Սյունիքի մասին Թուրքիայի Օդա TV լրատվամիջոցի սկանդալային հոդվածից։ Այս լրատվամիջոցը Թուրքիայում համարվում է ընդդիմադիր, ունի մեծ լսարան, հիմնականում ներկայացնում է սկանդալային լուրեր, որոնց մի մասը սակայն ավելի ուշ պարզվում է, այնքան էլ դեղին չէին, ճշմարտությունն էին։ Եվ հիմա հրապարակվել է հոդված այս վերնագրով. Քայլ, որը կփոխի տարածաշրջանային հավասարակշռությունը, Հայաստանը հրաժարվում է այդ հողերից։ Տեքստում գրված է Փաշինյանը համաձայնել է եւ շուտով պաշտոնապես կհայտարարվի, որ Զանգեզուրի միջանցքի երկայնքով 1200 քառակուսի կիլոմետր տարածքը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից մինչև Նախիջևան նախատեսվում է փոխանցել Բաքվին եւ Թուրքիային։ Միևնույն ժամանակ հայ-թուրքական մարգարե անցակետի մոտ գտնվող մի փոքր չեզոք գոտի եւս տրվելու է Թուրքիայի հատուկ վարչական վերահսկողությանը։ Սա Փաշինյանի նոր պետության հայեցակարգի մաս է կազմում, որը նա անվանում է Հայաստանի 4-րդ հանրապետություն։ Երրորդ հանրապետությունը հիմնված է հակամարտության տրամաբանության վրա, մինչդեռ 4-րդ հանրապետությունը խաղաղության։ Գրում է թուրքական լրատվամիջոցը Փաշինյանի եւ նրա հայտարարությունների մասին։ Սա կարող ենք ասել թուրքական դեղին մամուլի հրապարակում է, բայց առնվազն փոխանցում է տրամադրություններ, մտադրություններ, հավակնություններ Թուրքիայից։ Հայաստանի տարածքի վրա Թուրքիան աչք է դրել, սա նորություն չէ, թեև փորձում են հիմա համոզել, թե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման է գնում, Էրդողանն անգամ Զանգեզուրի միջանցքի փոխարեն Զանգեզուրի անցում է ասում։ Իրականությունն այն է, որ խաղաղության կարգավորման իմիտացիան հին ու հայտնի թուրքական մեթոդ է Հայաստանի քաղաքացիների զգոնությունը թույլատնելու եւ Հայաստանի տարածքով Թուրքիայի նպատակներին առանց դիմադրության հասնելու համար։ Եվ այդ նպատակները ոչ ոք չի թաքցնում։ Թուրքական աշխարհը միավորելու եւ Թուրանի մասին խոսում են հրապարակային։ Վերջին օրինակը թուրքական պետությունների կազմակերպության սամիթն էր, որի ավարտին ընդունել են հռչակագիր Հայաստանի տարածքին անդրադարձով եւ Զանգեզուրի միջանցք եզրով։
Ահա դրա տեքստը թուրքական պետական մեդիայից։ Թուրքական պետությունների կազմակերպության երկրները ողջունում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ, որոնք կապահովեն Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև անխոչնդոտ փոխադրումները, կբացահայտեն տարածաշրջանի տարանցիկ ներուժը եւ կնպաստեն խաղաղությանը, կայունությանը եւ բարգավաճմանը։ Թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրներն իրենց աջակցությունն են հայտնել Զանգեզուրի միջանցքը գործունակ դարձնելու եւ զարգացնելու ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին։ Թուրքական պետությունների կազմակերպության սամիթից եւս մի կարևոր դրվագ, որը պետք է անպայման տեսնել։ Կիպրոսի հյուսիսային օկուպացված մասի թուրք ղեկավար Էրսին Թաթարը, որին նույնպես միշտ հրավիրում են մասնակցելու Թուրքիայի առաջնորդած հավաքներին, Ալիևին կոչում է Ղարաբաղի Ֆաթիհ։ Azerbaycan Cumhurbaşkanı Karabağ Fatihi Sayın İlham Aliyev'e bir kez daha teşekkürlerimi belirtmek istiyorum. Թաթարը շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ղարաբաղի Ֆաթիհին այդ սամիթը կազմակերպելու համար։ Ֆաթիհ նշանակում է նվաճող։ Էրդողանի սիրելի օսմանյան սուլթան Մեհմեդին են ասում նվաճող։ Նա նվաճել է Ստամբուլն ու դարձրել կայսրության մայրաքաղաքը։ Ստամբուլից Արցախ։ Հիմա Ալիևին են նվաճող ասում։ Ընդ որում սա առաջին անգամը չէր։ Ահա եւս մեկ դրվագ։ Qarabağ məsələsində də qeyd etdiyiniz kimi biz omuz omuza Սա ամիսներ առաջ էր Թուրքիայում Մարաշում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Ալիևն այնտեղ բնակելի թաղամաս էր կառուցել, բացման արարողությանն էր մասնակցում Էրդողանի հետ ու ամբողից մեկը գոռում է նրան Ղարաբաղը նվաճող կոչելով։ Սա է խաղաղության թուրք-ադրբեջանական ընկալումը, ինչպես հիմա հաճախ են ասում, Արցախում խաղաղություն է հաստատվել, բայց այնտեղ այլևս հայեր չկան։ Թուրանի բանակ կարող է ձևավորվել ՆԱՏՕ-ի այլընտրանքը։ Այս վերնագրով են Բաքվում քննարկում թուրքական պետությունների կազմակերպության սամիթի արդյունքները։ Նախ տեսնենք եւ արձանագրենք, որ Թուրանը պատմական ինչ-որ եզր չէ, այլ ներկայում կիրառելի է Բաքվի մեդիա օրակարգում։ Ահա ադրբեջանական պետական ալիքի վերնագիրը, կարող եք նաեւ դուք կարդալ։ Թուրանի բանակի հարցը սկսել են բաց քննարկել Արցախում պատերազմից հետո։ 5 տարի անց Էրդողանի ներկայությամբ եւ բնականաբար հավանությամբ Ալիևը թուրքական պետությունների կազմակերպության անդամներին առաջարկեց Ադրբեջանի տարածքում զորավարժություն անել։ ölkələrimiz arasında hərbi müdafiə Հաշվի առնելով մեր երկրների միջև ռազմական, պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում լայնածավալ համագործակցությունը 2026-cı ildə Azərbaycanda Türk Dövlətləri Təşkilatına üzv ölkələrin birgə hərbi təlimlərinin keçirilməsini təklif edirəm. Մենք առաջարկում ենք 2026 թվականին Ադրբեջանում անցկացնել թուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների համատեղ զորավարժություն։ Հիմա Բաքվի քարոզչալիքները բացահայտ ներկայացնում են, թե ում դեմ է գործելու Թուրանի բանակը։ Azərbaycanın və Türk dövlətlərinin yerləşdiyi coğrafiya olduqca stratejidir. Bir tərəfdə Rusiya, digər tərəfdə İran. Ադրբեջանի եւ թուրքական պետությունների աշխարհագրությունը ռազմավարական է։ Մի կողմից Ռուսաստանը, մյուս կողմից Իրանը, Ղազախստանի կողքին Չինաստանը, Թուրքիայի սահմանին մերձավոր արևելքը։ Համաշխարհային օրակարգը փոխող իրադարձությունները հիմնականում տեղի են ունենում այս տարածաշրջաններում։ Նման աշխարհագրության մեջ հնարավոր սպառնալիքներից պաշտպանվելն է թուրքական պետությունների գլխավոր նպատակը։ Ադրբեջանին հաջողվել է ապահովել իր անվտանգությունը, եղբայրական Թուրքիայի հետ համագործակցությամբ կարևոր քայլեր են արվել բանակը հզորացնելու համար, նկատում է Բաքվի քարոզչալիքի լրագրողը։ Այժմ առաջարկվում է, որ այդ քայլերը արվեն բոլոր թուրքական պետությունների հետ միասին։ Türk dövlətləri hansı təhlükələrlə üz-üzədir? Bu təhdidlərlə birlikdə mübarizə aparmaq mümkündürmü? Ինչ սպառնալիքների են բախվում թուրքական պետությունները։ Հնարավոր է արդյոք միասին պայքարել այդ սպառնալիքների դեմ։ Կարող է աշխարհը ապագայում տեսնել ՆԱՏՕ-ի նման կազմակերպություն, որը բաղկացած է թուրքերից։ Այս հարցերի պատասխանները մի փոքր հեռու են թվում։ Ադրբեջանը սկսում է հեռուն մոտեցնել։ Եվ քանի դեռ Բաքվում Թուրանի բանակը ձևավորելն են մոտեցնում, հիշենք, որ Փաշինյանը Թուրանը Հայաստանի համար ռիսկային չի համարում։ Վայ նրանց նպատակը Թուրանն է։ Ինչ են ուզում իրանք։ Ուզում են Հայաստանի տարածքով գնան գա։ Թող գնան գա, նիկի, վատա դա։ Թուրանի բանակը ստեղծում են, որ անխոչնդոտ անցնեն Հայաստանի տարածքով, թե Հայաստանի տարածքով անխոչնդոտ անցնելը առաջին քայլն է, որին հետևելու է Թուրանի բանակով Հայաստանի դեմ գործողությունը։
Խորհրդավոր ակնարկներ եւ ռեպլիկներ Փաշինյանի մասին Ալիևի մասնակցությամբ։ Փաշինյանն ու Ալիևը միասին Տաջիկստանում էին, ապա Եգիպտոսում։ Սկսենք Տաջիկստանից։ Դուշանբեում ԱՊՀ մասնակից երկրների առաջնորդների հավաքից, որտեղ Փաշինյանը հասավ փոքրինչ ուշացած, բաց թողեց ոչ պաշտոնական ընթրիքը, բայց նրա մասին չէին մոռացել։ Կադրերում լսվում է, որ Տաջիկստանի նախագահը Էմոմալի Ռահմոնը Ալիևին ուշադրություն դարձրեք։ Ալիևին, ոչ թե բոլորին, ասում է Փաշինյանն արդեն այստեղ է։ Նիկոլ Փաշինյանը Դուշանբե է հասել կեսգիշերին, երբ ԱՊՀ երկրների ղեկավարները զբոսնելիս են եղել Կոխի Սոմոն պետական նստավայրի այգում։ Սա այն հայտնի մրգերով, բանջարեղեններով զարդարված այգին է։ Հետո Լուկաշենկո։ Վերջին օրերին Լուկաշենկոյի հետ Փաշինյանի երկրորդ շփումն է։ Առաջինը Մոսկվայում էր ձեռքսեղմումով, թեև Փաշինյանը ազգային ժողովում հայտարարել էր. Բելարուս չի գնա, քանի դեռ այնտեղ նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Պատճառն այն է, որ Լուկաշենկոն ասել էր պատերազմից առաջ Ալիևի հետ քննարկել է հարցն ու եզրակացրել, որ հնարավոր է հաղթել։ Լուկաշենկոն Ալիևին նաև հռչակել էր ամբողջ Կովկասի առաջնորդ։ Եվ Դուշանբեում, մինչ Փաշինյանը սուրճ էր ըմպում, Բելարուսի նախագահը դիմեց Ալիևին բոլորի ներկայությամբ։ Լուկաշենկոն Ալիևին ասում է, թե Փաշինյանը եկավ Դուշանբե, թեև կարծես խոսքեր եղել այն մասին, որ գուցե չգնա։ Ինչևէ, Փաշինյանը մասնակցեց ԱՊՀ երկրների առաջնորդների հավաքին եւ իր ելույթի առյուծի բաժինը նվիրեց հայտարարելուն, թե Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատվել։ Միայն ելույթի վերջում հպանցիկ հիշեց, որ խնդիրներն ու հարցերը դեռ կան։ Միջազգային այս հարթակում եւս հայտարարեց, որ Հայաստանի տարածքով անխոչնդոտ անցում է տվել, ինչպես պահանջում էր Ալիևը։ Эти усилия должны включать беспрепятственное транспортное сообщение между основной частью Азербайджанской республики и ее Нахчеванской автономной республикой через территорию Республики Армения с взаимными преимуществами для международных и внутригосударственных перевозок для Республики Армения. Также было зафиксировано, что Республика Армения будет работать с Соединенными Штатами Америки и взаимосогласованными третьими сторонами над выработкой рамок транспортного проекта «Дорога Трампа во имя международного мира и процветания» или «Трипрут» на территории Республики Армения. Վերջում պետք է անպայման նկատել եւ ավելացնել այս սեղանի շուրջ հավաքված էին կենտրոնական Ասիայի պետությունների առաջնորդները, որոնք բառացիորեն օրեր առաջ Ադրբեջանում էին, մասնակցում էին Էրդողանի գլխավորած թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, որի հռչակագրում Զանգեզուրի Միջանցք եզրն էր, Ալիևին էլ կոչում էին Ղարաբաղը նվաճող։ Հիմա Եգիպտոս, որտեղ հավաքվելու առիթը Միացյալ Նահանգների նախագահի հրավիրած խաղաղության համաժողովն էր Գազայի համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները Միացյալ Նահանգների եւ Եգիպտոսի նախագահների հրավերով այնտեղ էին եւ շփվել են։ Հայաստանի կառավարությունն այդ շփումների բովանդակության մասին ոչինչ չի հայտնում։ Միայն տեսանյութերից մեկում երևում է, որ Փաշինյանի եւ Ալիևի հետ է նաեւ Պակիստանի վարչապետը։ In China we established diplomatic relations. That's right. Now I think I'm very happy that we are talking terms. Պակիստանի վարչապետ Շարիֆն ամիսներ առաջ Էրդողանի եւ Ալիևի հետ զբոսնում էր Շուշիում ու Ստեփանակերտում, եւ որի մասին Էրդողանն անգամ մի քիչ չափազանցության գնաց, ասաց՝ մեկ ազգ, երեք պետություն։ Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան, սա այն եռանկյունին է, որի էֆեկտիվության մասին Թուրքիան առավել բաց հայտարարում է Արցախի հանրապետության տարածքի օկուպացիայից հետո։ Հետո նախագահ Թրամփի հայտարարությունն էր, թե 1 ժամում կարգավորել է 32 տարվա հակամարտությունը։ Շրջվել է դեպի Ալիևն ու հարցրել, թե որտեղ է նրա compatriot-ը։ Եթե այս բառն անգլերենից բառացի ենք թարգմանում, ապա նշանակում է հայրենակիցը, որտեղ է Ալիևի հայրենակիցը, նկատի ունի Փաշինյանին։ I just solved the war for him, Azerbaijan. Did I do a good job? Where's your compatriot here? Where is Aries?
Այստեղ Թրամփը ամենայն հավանականությամբ նկատի ունի ոչ թե նույն հայրենիքը, այլ նույն տարածաշրջանը, կամ գուցե այն, որ Փաշինյանն ու Ալիևը իր ներկայությամբ ստորագրված գործարքի կողմերն են, բայց սրանք ենթադրություններ են, փաստը Թրամփի ձևակերպումն է։ You two guys are still getting along, right? They fought for 32 years. In about 1 hour we settled it, right? Տղաներ, դուք երկուսը դեռ լեզու գտնում եք, չէ՞։ Նրանք 32 տարի կռվել են, 1 ժամում այդ հարցը լուծեցինք, հիմա նրանք իրար հավանում են։ Դա հրաշալի է։ Րոպեներանց Թրամփի ելույթն է, արդեն այլ ձևաչափով, եւ Փաշինյանը մոտենում է նրան, ներկայանում, բացատրում, որ ինքը Հայաստանի վարչապետն է։ I'm glad you upgraded me to president. Oh, did I say? Great stuff. It's good. I started. We said inside. Great stuff. Goodbye. Take care. Goodbye. Prime Minister. Take care. Take care. I will be in Washington in 8th of November. Goodbye. God bless. So thank you, everybody. Mike, come on over here. So to the leaders, I just want to thank you very much for being here. We'll be meeting again. We're going to be drawing some names. If you want to get involved on the Board of Peace, you'll let us know. And I just want to thank everybody. This is really a special occasion. Thank you all very much. We'll see you soon. Thank you. Thank you very much. Thank you very much. I'm Prime Minister of Armenia. Պարոն նախագահ, շնորհակալություն։ Ես Հայաստանի վարչապետն եմ։ Աստված պահապան ձեզ։ Օգոստոսի 8-ին բառացիորեն 1 ամիս առաջ է Սպիտակ տանը նախագահ Թրամփի ներկայությամբ իբր խաղաղություն հաստատվել Փաշինյանի եւ Ալիևի միջև։ Միասին ժամանակ են անցկացրել, բայց Փաշինյանը ստիպված է ներկայանալ Թրամփին, հիշեցնել, թե ինքն ով է, որ Ալբանիայի վարչապետը չէ կամ այն մյուս տղան։ Ինչպես ավելի վաղ նրա մասին ասել էր նախագահ Թրամփը։ Հիմա նա նաև փոքր պատերազմ գնահատականն է տալիս Արցախյան գոյամարտին։ We have Armenia. Oh, and Azerbaijan. That's a little war that we stopped. Մենք այստեղ ունենք Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա փոքր պատերազմ էր, որին մենք վերջ տվեցինք։ Երբ ես Օվալաձև գրասենյակում հանդիպեցի նրանք կռվել են 31 տարի, դա խելահեղ թիվ է։ Նրանցից մեկը նստած էր Օվալաձև կաբինետի մի կողմում, մյուսը նստած էր իմ կողքին։ Մենք ավարտեցինք եւ 1 ժամ անց նրանք գրկում էին իրար։ Եվ հիմա նրանք ընկերներ են եւ լավ են անում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ։ Դա անհավանական է, իսկապես անհավանական է։ Ոչ մի երկրի նախագահ չի կարող սրտացավությամբ ու խորությամբ հասկանալ հայկական ողբերգությունն ու կորստի իրական մասշտաբը, եթե նրան դա չի ներկայացնում Հայաստանի առաջնորդը։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է։ Այսօր Ֆրեդերիկ Անսել, ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ, ուժի ուղիները գրքի հեղինակը, որում նշում է. Մեղրին Հայաստանի ուժի աղբյուրն է, Հայաստանի աշխարհաքաղաքական ողնաշարն է։ Գիրքը հայերեն է թարգմանել Նյումեկ հրատարակչությունը։ Հիմա, երբ Հայաստանի քաղաքացիներին փորձում են համոզել, թե սահմանների լեգիտիմությունն ու ժողովրդավարությունն են անվտանգության գերաշխիք, Հայաստանում որևէ քաղաքական շահ չունեցող մասնագետը բացատրում է. աշխարհում եւ քաղաքականության մեջ ամեն ինչ ուժի մասին է, հատկապես այնպիսի տարածաշրջաններում, որտեղ աշխարհագրությունն ունի ֆունդամենտալ նշանակություն, հատկապես Հարավային Կովկասում եւ հատկապես Հայաստանի պես փոքր տարածքով երկրի պարագայում։ So, Mr. Ansel, it's a great honor to have you today here. Thank you first of all. I'm very happy to be here. I'll probably start with a very basic question. Որն է ձեր գրքի գլխավոր ամենակարևոր ուղերձը եւ ում է այն ուղղված։ J'ai voulu écrire mon 17e livre géopolitique de manière Աշխարհաքաղաքականության վերաբերյալ իմ 17-րդ գիրքը ցանկացա գրել չափազանց պարզ, ամենապարզ ձևով։ Ցանկանում էի բացատրել, որ աշխարհաքաղաքականությունը միայն պատմություն, սոցիոլոգիա, ժողովրդագրություն, աշխարհագրություն չէ։ Նաև այն, որ գեոպոլիտիկան առավել կարևոր հասկացություն է, շատ ավելի կարևոր, քան կարծում եք։ Այսօր ամբողջ աշխարհը խոսում է աշխարհաքաղաքականության, աշխարհաքաղաքական ճգնաժամերի մասին, որոնք ծանր հետևանքներ են ունենում։ Կարծում եմ, որ այս գիրքը գրելու կարիքը կար, որպեսզի բացատրեմ աշխարհաքաղաքականությունը ուժի ուղիների տարբեր ռեգիոններում ուժի դրսևորումների մասին է, եւ հատկապես այն տարածաշրջաններում, որոնցում աշխարհագրությունն ունի ֆունդամենտալ կարևորություն, հատկապես Հարավային Կովկասի եւ հատկապես Հայաստանի պես փոքր տարածքով երկրի պարագայում։ Փորձում էի ստեղծել աշխատություն, որով կարողանանք նաեւ պատմությունն արտացոլել ընթացիկ իրողություններում։ Սա է աշխարհաքաղաքականությունը, աշխարհաքաղաքականության ընկալումը ըստ անհատների եւ հանրությունների։ Եթե ժամանակի խորությամբ
ակնթարթությամբ է դիտարկում դեպքերն ու իրադարձությունները։ Եվ այս առումով ինձ համար ուղեցույց եւ նշաձող է պրոֆեսոր Իվ Լակոստը, որը շուտով կդառնա 90 տարեկան։ Գիրքը նաև հարգանքի տուրք է նրան։ Le professeur Yves Lacoste, qui a bientôt 95 ans et qui est le fondateur de la géopolitique moderne. So usually here in Armenia we mostly Սովորաբար Հայաստանում ընթերցում են ամերիկացի եւ ռուս քաղաքագետների աշխատությունները։ Ձեր կարծիքով ինչ կտա այս գրքի բովանդակությունը հայ ընթերցողին? Your book from this book which comes from France. Alors, en toute humilité, sans aucune prétention, en modeste professeur, Առանց որևէ ենթատեքստի, պարզապես որպես մի համեստ ֆրանսիացի պրոֆեսոր պետք է ասեմ, որ այս գիրքը կարող են կարդալ որոշ երկրների ղեկավարներ, հատկապես առավել թույլ, վտանգված ու ճնշումների ենթակա երկրների ղեկավարները, օրինակ Հայաստանի։ Այս գրքում օբյեկտիվորեն ռացիոնալ եւ ընկալելի ձևով բացատրում եմ, թե ինչ է ուժի հավասարակշռությունը։ Չափազանց կարևոր է նախապես հասկանալ, իմանալ, թե ինչպես է գործելու մյուս կողմը, հակառակորդը, Ադրբեջանը, Թուրքիան, մյուս երկրները, ակնհայտորեն նաև Ռուսաստանը։ Փորձել հասկանալ, թե որոնք են որոշումներ կայացնելու մեխանիզմները, փորձել տեսնել ուժի չափման միջոցները կամ հակառակը, պետությունների եւ դրանց առաջնորդների թուլությունը, տկարությունը։ Եվ այս տեսանկյունից կարծում եմ, որ այս գիրքը հիմնարար գիտելիք է առաջարկում։ Եվ հաջորդը, որ կարևոր է իմանալ ուժի մասին եւ ինչի մասին մանրամասն անդրադարձ կա այս գրքում, երբեք չթերագնահատել հակառակորդին։ Սա ուժի հստակ ցուցիչ է։ Պետք է միշտ լսել, հետևել, կարդալ, թե ինչ է խոսում, հայտարարում, ծրագրում հակառակորդը, թշնամին կամ առնչվող կողմերն ինչ են ուզում, որպես ռազմավարություն, եւ դա ինչպես է առնչվում ձեր պետությանը։ Այս համատեքստում այս գիրքն իսկապես օգտակար համալրում կլինի ընթերցողի գրադարանում։ pense et veut comme stratégie pour vous. Et ça, je pense que c'est quelque chose qui peut être utile de ce point de vue-là. Ձեր ձեռքում հիմա գրքի հայերեն թարգմանությունն է, ձեր տպավորությունները։ Ah, mais bien sûr. D'abord, j'ai toujours été un ami de la cause arménienne. Իհարկե հայերեն թարգմանությունն իսկապես հաճելի է, որովհետև միշտ Հայաստանի ընկերն եմ համարել ինձ։ Հայ ժողովրդի պատմությունը, պատմական դիմադրությունը տպավորիչ է։ Ցեղասպանությամբ հայ ժողովրդին ոչնչացնելու փորձն ու մինչև հիմա էլ ցեղասպանության շղթումը կայսրությունների գործողությունները Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ, որ դրսեւորվում են նաեւ հիմա, ավելի են հուզում ինձ։ Այն հանգամանքը, որ այս աշխատությունը իմ այս գրքի առաջին թարգմանությունն է, մինչև այլ երկրներում եւս կթարգմանվի եւ իմ գիրքը հայերեն ունենալը մեծագույն պատիվ է ու հպարտություն։ Que cet ouvrage est pour première traduction avant d'autres traductions dans d'autres langues. L'arménien, c'est un très très grand honneur et une très grande fierté pour moi. Of course I would like to ask Արցախի հարցը փակված է մեծ ուժերի համար եւ աշխարհաքաղաքականության տեսանկյունից, թե հայերը դեռ բեկման իրատեսական հնարավորություն ունեն։ Alors, je pense que ce qui s'est produit en 2020 et en 2023, c'est une bataille perdue, bien évidemment. Կարծում եմ, որ այն ինչ տեղի ունեցավ 2020-ին եւ 2023-ին կորսված ճակատամարտ էր, վայրակ կերպով կորսված ճակատամարտ, բայց միայն ճակատամարտ, ոչ ամբողջ պատերազմը։ Շարլ դե Գոլն էր ասում. Ֆրանսիան պարտվեց ճակատամարտում, բայց ոչ պատերազմում։ Հայաստանը կարող է, թեկուզ տասնամյակներ հետո, վերականգնել իր լեգիտիմ իրավունքները։ Դրա համար պետք են աշխարհաքաղաքական բազմաթիվ գործոններ։ Պարտադիր է նաեւ Հայաստանում խրախուսել ծնելիության աճը։ Հայաստանի դեմոգրաֆիական ցուցանիշները կատաստրոֆիկ վիճակում են։ Նույն վիճակում էր նաեւ Լեռնային Ղարաբաղի դեմոգրաֆիան։ Այնինչ ծնելիությունը ուժի ամենակարևոր գործոններից մեկն է։ Պետք է արժևորել նաև գիտելիքը, որովհետև ուժի բանալին գիտելիքն է։ Հայաստանը ունի նավթ եւ բնական այլ ռեսուրսների հսկայական պաշարներ, բայց Հայաստանում կան ուղեղներ։ Գիտելիքը որպես ուժի ուղի նշելով կարող եմ օրինակ բերել Իսրայելի, Սինգապուրի, Շվեդիայի փորձը։ Այս երկրների ընդերքը նույնպես աղքատ է, ծնելիության ցուցանիշները նույնպես ցածր են, բայց այս երկրներում ամեն ինչ որոշել են բարձր տեխնոլոգիաները։ Սա ուժի համար անհրաժեշտ ֆինանսական կողմն ապահովող գործոն է։ Մյուս գործոնը, որն անհրաժեշտ է բեկման համար, համառությունն է։ Պետք է կարողանաս տարիներ անց պաշտպանել քո իրավունքները։ Տարիներ անց պիտի ունենաս քո իրավունքները պաշտպանելու հաստատակամություն։ Եթե այդ համառությունն ու հաստատակամությունը չլինի, ամեն ինչ հուշ կդառնա ու կմոռացվի։ Qu'en restant unis, qu'en restant déterminés, qu'en se souvenant, bien évidemment, du passé, eh bien, on pourra effacer des défaites pour aller vers de véritables victoires. Mr. Ansar, you have constantly highlighted the Mehri issue during your interviews, I find out, and in this book as well, and also you were speaking about Mehri. Հայաստանին սպառնացող թուրք-ադրբեջանական վտանգի մասին խոսելիս դուք միշտ ընդգծել եք Մեղրիի գործոնը, նաև այս գրքում, եւ դեռ Արցախում պատերազմի օրերին։ 3 տարի անց Ալիևն է խոսում Մեղրիի մասին։ Ինչու հենց Մեղրին եւ ինչու են հրաժարվում Հայաստանի այլ առաջարկներից։
to cross Armenia to get for getting Nakhchivan. So why Megri? Alors, pour une raison géographique très simple, je vous l'ai dit, il faut toujours revenir à la géographie en géopolitique. Le corridor de Megri ou Zangezur constitue... Ես միշտ եմ ասել, որ ամեն ինչ հասկանալու համար պետք է նախ եւ առաջ դիտարկել աշխարհագրությունը։ Մեղրիի կամ Զանգեզուրի միջանցքը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Այդ տարածքը Հայաստանի ուժի աղբյուրն է։ Այն ապահովում է ցամաքային ուղիղ կապն Իրանի եւ Ռուսաստանի միջև եւ այդ երկու երկրներն ու Հայաստանը չափազանց կարեւորում են այդ ճանապարհը։ Մեղրին Հայաստանի աշխարհաքաղաքական հաղթաթուղթն է։ Ես լավատես եմ այս առումով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն համարձակվի բարկացնել Իրանին, հարվածի տակ չեն դնի Իրանի հետ հարաբերությունները։ Իրանը չի ցանկանում, որ իր հյուսիսային սահմանին առավել ընդգծված դառնան թուրքական ներկայությունն ու ազդեցությունը։ Իրանը երբեք չի համաձայնի այդ միջանցքին։ Աշխարհաքաղաքական դատողությունը հուշում է, որ Իրանը թույլ չի տա, որ Ադրբեջանը հարձակվի եւ ուժով վերցնի Մեղրիի միջանցքը, բայց դեպքերից առաջ ընկնել պետք չէ։ Երբեք չենք կարող իմանալ ինչ կլինի։ Հայաստանը պետք է փորձի առավել սերտ աշխատել Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ, թեև անգամ սա ցավոք լիարժեք երաշխիք չի լինի։ Ոչ մի դաշնակից երկիր անվտանգության լիարժեք ու ամբողջական երաշխավոր չէ։ Ce n'est pas une garantie absolue. Malheureusement, aucune alliance n'est une garantie absolue. Azerbaijani President Ilham Aliyev 2 weeks ago once again declares the whole Հայաստանի ամբողջ տարածքն Ադրբեջանի նախագահը հայտարարել է պատմական ադրբեջանական հող եւ հրաժարվում է ներկա սահմանները ներառող քարտեզով սահմանագծումից, նաեւ հրաժարվում է դուրս գալ Հայաստանի արդեն իսկ օկուպացված տարածքներից։ Հայաստանի տարածքի օկուպացիայի պլան է մշակվում, թե սա վտանգի չափազանցություն է հայկական կողմից։ Alors, non seulement l'Arménie est un État reconnu, un droit international, qui dispose d'une légitimité, d'une légalité absolue. Ոչ միայն օկուպացիայի պլանի մասով, բայց Հայաստանը միջազգային իրավունքով ճանաչված երկիր է, որն ունի բացարձակ լեգիտիմություն եւ գոյության իրավունք։ Մյուս կողմից հայ ժողովուրդն ուներ Լեռնային Ղարաբաղում ապրելու իրավունք, բայց ցավոք այդ իրավունքը ոտնահարվել է, ինչն իսկապես անընդունելի է։ Եվ այն, որ Ադրբեջանի նախագահի շուրթերից հնչում է արևմտյան Ադրբեջան եզրը, նկատի ունենալով Հայաստանի տարածքը, կատարյալ իմպերիալիստական կոնցեպտ է։ Նա ինտենսիվ քարոզչություն է իրականացնում այդ եզրն առաջ տանելու ուղղությամբ։ Ադրբեջանը Երևանում անելիք չունի, ոչ էլ Զանգեզուրում, ոչ էլ Գյումրիում։ Ադրբեջանը Հայաստանի տարածքում որևէ անելիք եւ իրավունք չունի։ Եվ Միացյալ Նահանգները, եւ Եվրամիությունը, եւ միջազգային իրավունքը ճանաչող բոլոր պետությունները պետք է լրջագույն ճնշում գործադրեն Բաքվի վրա, որպեսզի Ալիևի կառավարությունը դադարի ոտնձգություններ կատարել Հայաստանի սահմաններին, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ։ Որպես աշխարհաքաղաքագետ եւ որպես Ֆրանսիայի քաղաքացի կարեւոր եմ համարում այն, որ Հայաստանի իշխանությունը փորձում է մտերմանալ արևմուտքի հետ։ Ինձ համար կարեւոր է, որ Ֆրանսիան մոտ լինի Հայաստանին, պաշտպանի Հայաստանին եւ օգնի տապալել Հայաստանի տարածքն օկուպացնելու փորձերը։ Հուսով եմ, որ Ֆրանսիան կլինի այն երկրներից մեկը, որոնք կօգնեն պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունն այդ տարածքում։ Très proche des préoccupations de l'Arménie et je l'espère l'un des États protecteurs de la souveraineté territoriale de l'Arménie. These days we are witnessing how the Prime Minister of Armenia is reversing the foreign policy approach. Փոխելով արտաքին քաղաքական կուրսը դեպի արևմուտք կարող է Հայաստանն ակնկալել իրական օգնություն արևմուտքից Թուրքիայից պաշտպանվելու համար։ Grande question. Alors pour aider l'Arménie sur le plan économique et diplomatique et culturel, oui, mais c'est pas le problème principal. Կարևոր հարց է։ Արևմուտքը Հայաստանին կարող է օգնել դիվանագիտական, տնտեսական եւ մշակութային առումներով, բայց դա չի կարող կարգավորել գլխավոր խնդիրը։ Այստեղ փափուկ ուժով չեն լուծվի խնդիրները։ Եկել է ուժ գործադրելու ժամանակը։ Ձեր հարցին ուղիղ պատասխանեմ։ Այստեղ ուժը գերկարևոր է, ընդ որում եւ ռազմավարական եւ ռազմական առումով։ Մենք հիմա այն վիճակում ենք, որ արևմուտքը ստիպված է լռել հանուն ադրբեջանական գազի, հատկապես Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Ադրբեջանի պարագայում նաեւ գործ ունենք մի երկրի հետ, որը վայելում է Թուրքիայի հովանավորությունը։ Ռազմավարական առումով Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է նայեն ավելի հեռուն եւ արևմուտքից պահանջեն անվտանգության երաշխիքներ։ Այդպիսի երաշխիք Ֆրանսիայի պարագայում օրինակ կարող է լինել Հայաստանի հետ հարաբերությունները ռազմական դաշինքով ամրապնդելը։ Այդպիսի դաշինքը կարող է Հայաստանին հնարավորություն տալ, որ հաղթահարի հետագա հիմնախնդիրները։ Accorde sa protection via une alliance militaire par exemple avec l'Arménie, il est bien évident que ça renforcera considérablement la possibilité pour l'Arménie de se sauvegarder. Thank you very much, Mr. Ansel. Merci, thank you. Merci à vous. Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։